այ մենք խոսացինք ներգաղթից, դուք շեշտեցիք, բայց եկեք չմոռանանք, որ մի գիշերվա մեջ այս կառավարությունը հրաժարվեց 120,000 հայից։ Այո։ Եվ այսօր մենք ունենք 10 միլիոն գաղթական, եւ այդ զրույցի մեջ չկա հայի ներգաղթ։ Իրանք հրաժարվում են հայից։ Այո, 350,000 ադրբեջանցիներին սիրով պատրաստ են դրա համար եմ ասում, սա շատ մեծ ազդեցություն է ունենալու մեր գենոֆոնդի վրա, ու իրանք նպատակային այսօր գտնվում են կառավարության գլխին, այդ ատելությունը արցախցի, հայաստանցի քարոզեցին իրենք, վերածեցին թշնամանքի։ Այո, որովհետև ես մեկ-մեկ համացանցերում նայում եմ, մեր շակերտավոր հայրենակիցները, չգիտեմ, հայկական անունով, ազգանունով, ինչ ասես գրում են արցախցիների մասին, հաշվի չառնելով, որ այդ արցախցին 30 տարի պահել է իրանց թիկունքը։ Մենք դա հասկանում ենք, մենք չենք հրաժարվում մեր հայից, մենք չենք կապ չունի ինքը արցախցի է, ինքը լիբանանցի է, ինքը որտեղից, ինքը հայ է։ Մենք գերադասում ենք ավելի շատ հայկականացվի ամեն ինչ, քան թե մենք օտարազգի ինչ-որ չակերտավոր սենց ներգաղթով պահենք Հայաստանը։ Նույնպես ձեր այս կարգավիճակը, արցախցիների կարգավիճակը, կներեք, որ սենց եմ ասում, իմի ասում եմ կոնկրետ արցախցիների կարգավիճակը Հայաստանում, դա եւս պլանավորված է, օրինակ ես միշտ ասել եմ, երևի ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, ուր են մեր Բաքվի հայերը, ուր են մեր Սումգայիթի հայերը, որտեղ են։ Նույն տարբերակով ներգաղթարեցին եկան Հայաստան։ Հայաստանը նույն ձևի կներեք պետքա վատ բառ օգտագործել, փնթի աջակցություն ցույց տվեց այդ մարդկանց, այնքան որ Հայաստանից գնային երրորդ երկիր, որ այսօրվա դրությամբ ադրբեջանացի 300,000 ադրբեջանցի ուղարկում են իրանց տներում բնակվելու, իսկ մենք չունենանք 10 հոգի այդ բաներից, որ ասենք ախպեր, մենք էլ 10 հոգի մարդ ունենք, մենք էլ այդ 10-ին ենք ուղարկում։ Նույն խնդիրը ծառացած է, արցախցիքի, նույն այս ատելությունը բերել է արցախցիքի նկատմամբ, որ դուք զզվեք Հայաստանից գնաք, Արցախի հարցներ հիմնահատակ փակվի, բայց չարաչար սխալվում են, կան մարդիկ, այ կողքս նստած է պարոն Բազյանը, առաջի Արցախյան պատերազմից մասնակից մարդ, ինքը կյանքում չի մոռանա, ճիշտ է մենք եղել ենք երեխա, մենք որ դարձել ենք զինվորական, այ իրանց տեսնելով ենք գնացել դարձել զինվորական, եւ այս մարդկանցից դաս վերցնելով դարձել ենք հայրենասեր։ Իրականում, եթե մեր ժամանակահատվածում էլ լիներ, որ այս մարդիկ չլինեին, կարող է մենք նմանվեինք ինչ-որ մի ազգի, որը որ չունի ոչ արմատ, ոչ պատմություն եւ այլն, բայց մենք չենք կարող ուրանալ։ Այնքան որ Տիկին Ապրիլյան ջան, այս ամեն ինչը, ինչի մասին մենք խոսում ենք, սա փաստում է այսօր մեր իշխանությունների փնթի քաղաքականության հետևանքը, մենք ենք ասում փնթի, բայց իրանց մոտ շատ լավ ծրագրված, օրինակ չափ։ Հա, շատ լավ ծրագրված, ով որ ժամին որտեղ որ ամբիոնից պետքա հանդես գա ինչ որ մի բանով, մեր ժողովուրդն էլ նայում է, չգիտեմ ինչի։ Այ խոսում ենք 40+10 դուք ասիք հազիվ բնակարանային վարձն ենք մենք տալիս։ Ես համաձայն չեմ ձեր հետ, դուք դրանով չեք կարողանում բնակարանային վարձնել տակ։ Էդ էլ չի հասնում, իհարկե։ Այո, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ամենամաչելի բնակարանը ամիսը 150-130,000 դրամ է։ Պատկերացրեք երկու հոգի են ընտանիքի մեջ, ստանում են 100,000 դրամ։ Այդ մարդիկ հաց ուտեն, չգիտեմ, դեղ խմեն, բուժման տան, կոմունալ տան, թե բնակարանային վարձ տան։ Երկրորդ հարցը, այս նայեք աշխատատեղերի մասով ենք մենք խոսում, իրականում դա Հայաստանի Հանրապետությունում շատ պրոբլեմային խնդիր է։ Մենք
Հայաստանի Հանրապետությունը չի սիրում իր քաղաքացուն։ Այո։ Հայաստանի Հանրապետությունը, ես սենց բան չեմ տեսել, իր քաղաքացուն թողնում է պարապուրտի մեջ, վերցնում է օրինակ հնդիկ ներգաղթյալ։ Աղետը հենց այդտեղից է սկսվում։ Եվ շարունակական մենք ամեն պրոբլեմ ստեղծում ենք հայի համար, որ հայը դառնա գաղթական, ցիգան։ Հա, այո, 3-4 կար։ Եվ մենք հենց կառավարությունն էլ փնովում է Հայաստանում, խի դուք չեք գնում աշխատեք։ Օրինակ վարչապետը մի քանի ժամանակ առաջ ասում է Հայաստանի Հանրապետությունը ով ստանում է 76,000 դրամ աշխատավարձ, նա տհաս է։ Հա, դու քեմեջ պետք է աղքատություն որոնել։ Ես հիմի կրկնեմ տհասը իրանք են ամենաառաջինը, քանի որ պետականություն Հայաստանում խոսում են սուվերենության, պետական ապարատի մասին, Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի, տվյալ պայն գոյություն չունի պետականություն, պետական սեկտոր։ Պետական սեկտորը իրանց նախարարներն են, իրանց պատգամավորներն են, այլ ուրիշ պետական սեկտոր գոյություն չունի, մեկ էլ ոստիկանությունն է ու բանակը։ Հայաստանում մնացած առումով դա կառավարության աշխատելաձև չի, էլի, թողել մասնավորին պետության ամեն ինչը, բավարարվեն իրանց նախարարների պորտֆելներով եւ բավարարվեն իրանց ոստիկանական մեկ էլ այդ արդարադատություն բանով, այդ նեղ բանով ու ասեն մենք մեծ պետություն ենք, մենք ճանաչված պետություն ենք, ախր դու պետական սկի բաժակ չես արտադրում պլաստմասի, քո բյուջեն որտեղից է լցվում առևտրական ցիգան հոգեբանությամբ եկել եք նստել եք այդտեղ եւ ուզում եք ցույց տաք, հա, հասկացանք, թազակարծում շլվարներ եք հագնում, հանգանոց մեքենաներով ման եք գալի, ինչ որ տեղեր եք գնում, դա գնում եք մեր հաշվին, այդ չաշխատող ժողովրդի հաշվին դուք ապրում եք, այդ չաշխատող ժողովուրդը ձեզ պահում են այս թաղակներ, այդ խնդիրը սա դրանից է, պետք է սա հասկանա ցանկացած քաղաքացի, որ ինքը առավոտից իրիկուն, չգիտեմ, արևի, անձրևի, տակ կանգնած, ես չեմ կարող ուրիշ բան ասեմ, առևտրով ենք զբաղվում, մենք լիմոն ենք ծախում, չգիտեմ, Թուրքիայից բերած պամիդոր ենք ծախում, այդտեղից հարկ ենք վճարում, որ վարչապետը իր դստերի հետ գնա, չգիտեմ, ես իմ որտեղ հանդիսանում։ Աննա Հակոբյանը մանգա բանով պետական հարկերի տուրքերի հաշվով Աննա Հակոբյանը որպես պետական այր Հայաստանի Հանրապետությունում ով է, ինչ պաշտոն է զբաղեցնում եւ ինչ իրավունք ունի հարկերով քշի մեքենա բյուջեի հաշվին, ինչ իրավունք ունի ունենա անվտանգության ծառայություն իմ հաշվին, ձեր հաշվին։ Մի հատ խնդրում եմ թող նախ ասեն, ինչ պաշտոնյա նա նշանակված Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում